Հողանցյան Ռաֆայելին։ Բարացես, նորից ուրախ եմ տեսնել, ուրախ եք տեսնել և հուսով եմ դուք էլ եք ուրախ մեզ տեսնել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը փաստացի խորագիր է ստանում մարդու իրավունքների խախտումների միջազգային օր կամ խախտումների մասին արձագանքման միջազգային օր։ Դա մենակ հատուկ չի մեզ, ընդհանրապես այդ բառերը օգտագործվում է բարձրաձայնելու համար, որովհետև եթե խախտումներ չկան, մարդու իրավունքների վիճակը նորմալ է, ինչ խնդիր ունենք մենք, ու ինչի ենք այստեղ հավաքվել։ Մի քանի խոսքով ուղղակի ասեմ մոտավորապես դարմյակի ասեց ինչ ենք ներկայացնելու այսօր, հիմնականում այս տարվա աշխատանքն է, աշխատանք ասվածը կողքը դասը պետք է ավելացնենք, կամավորական աշխատանքը, դրա մասին մի փոքր հետագայում, մենք այս երկու տարվա ընթացքում փաստացի ինչ անել ենք ու շարունակում ենք անել, առանց ամենստության ասեմ մեր էնտուզիազմի հաշվին է, եթե միավորով հաշվենք երևի ահագին է ծախսվել, եթե արժույթի վերացենք և էնտուզիազմը, բնականաբար սահմանված որոշ սահմանափակումներ կան, որովհետև էնտուզիազմով չես կարող 24 ժամ աշխատել այդ պատճառներով և բնականաբար շատ հարցեր, որոնք մենք շատ կուզեինք ունենանք դրա ռեսուրս, ժամանակ, ռեսուրս ասվածը առաջիկներ մարդկային ռեսուրս, որպեսզի անդրադառնայինք հանգամանալից, կունենք ինչքան մյուս հարցերը, որ հասցրել ենք, ցավոք այդ հնարավորություն չենք ունեցել, բայց գուցե մի փոքր ուշացումով կփորձենք դրանք լրացնել ու այս տարվա ամբողջ իրավիճակը գոնե ամբողջականացնել, որպեսզի մեկ դա հնարավոր լինի նորմալ ներկայացնել և հաղորդակցել միջազգային հարուստների հետ մարդու իրավունքների ոլորտում, ովքեր ինչ-որ մանդատում են Հայաստանի հետ կապված, և իհարկե մեզ թվանված կարևոր չի դոկումենտացված պահել այդ ամեն ինչը, որովհետև մենք հասկանում ենք, որ շատ բաներ մոռացվում են կարճաժամկետ այս պատմության հիշողությունից, մասնավորապես ինչ վերաբերում է մարդու իրավունքների խախտումներին։ Մենք սկսում ենք ինչպես միշտ քաղաքական իրավունքներ և ինչեր մենք վերցրել այս բառը, մենք երևի թե ամեն անգամ սա ասում ենք, բայց արժի գուցե հիշատակել, շատերի մոտ հարց առաջանում, դա ինչ քաղաքական իրավունք, մարդու իրավունք, որն է, ինչն է, տարբերությունը շատ ընդգծված չի, մենք հատուկ վերցրել ենք քաղաքական իրավունք հասկացությունը որպես մեր կազմակերպության անվանման մեջ և հիմնական խորագիր, այն պատճառով, որ այդ իրավունքները, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, ընտրելու իրավունքը, հանրային գործերի մասնակցելու իրավունքը, մենք կարծում ենք դրանք գտնվում են մյուս իրավունքների պաշտպանության առաջնագծում, եթե այնց պատկերացնենք որպես ինչ-որ զորք, ավանգարդային իրավունքներ են, որոնք մարդուն հնարավորություն են տալիս մասնակցել քաղաքական հասարակական կյանքի, որովհետև այլապես հայտնվում ես մյուս կողմում գտնվող, այսինքն մյուս մրցակցի, իշխանության, ամենաթողության ու կամայականության դիրույթում։ Դրա համար քաղաքական իրավունքների պաշտպանությունը իր շղթայական ռեակցիա բերել է նաև մյուսներին կամ հակառակը ձևակերպել, եթե քաղաքական իրավունքներ չկան, ինչպես կարող են մյուս իրավունքները պաշտպանված լինել։ Եթե անգամ թվում է թե պաշտպանված են, մենք հասկանանք, որ չունենք դրա երաշխիք, որ դա հաջորդ վարքայիններ այդպես կլինի։ Նարը մեր մասնյակի ասեց, սա անցնենք, մենք որտեղից ենք, դեպի որ ենք ուզում գնալ, և հիմնական արդեն նյութը համարտարադատությունը Հայաստանում, սա դարձավ մեր այս տարվա ամենահիմնական աշխատության ուսումնասիրություն, զեկույց, անունենք, իր խորագիրը, ինչի որովհետև ծավալը խտությունը կիրառված գործիքների, գործիք բառները քիչ դժվար ասել, հմտությունները այնպիսի ամպլիտուդի են, այնպիսի ուժգնության են, որ սա արդեն մի ինչ առանձին դրվագի կամ ինչ-որ հետապնդման առանձին դրսևորման մասին չի կարող խոսքը լինել։ Սա արդեն քաղաքական հետապնդումների ամբողջությամբ աշխատող ենթակառուցվածք է, որը կա Հայաստանում, որը գործում են։ Բնականաբար այդ ենթակառուցվածքը ունի իր բաղադրիչները, ու բաղադրիչները կառուցվում են երկար ժամանակ։ Առնվազն մենք կարող խոսենք այս իշխանության պայմաններում 2018 թվականից մենք տեսանք դատական համակարգի հետևողական կախվածության մեջ դնելը գործադիր իշխանությունից։ Այս երկար արտահայտությունը ուրիշ ձևով նշանակում է քաղաքական ամենամեծ հետակառուցվածքը ստեղծելը, որովհետև
ինչն է պաշտպանելու քաղաքական իրավունքները, եթե չունենք գործադիրի ցանկալ դատական համակարգ, կամ գոնե այնքանով համակարգի այն մասը, որը կիրառվում է տվյալ իրավունքներից օգտվողների նկատմամբ։ 18 թվականին մենք հիշում ենք առաջի դեռ այս իշխանության առաջի ժամանակ գաղտնալսումները, որտեղ պարզվեց, որ այո, վարչապետը շարունակում է, այսինքն ինքը այդ կոնկրետ վարչապետը ցուցումներ է տալիս կամ իր անունից ցուցումներ են փոխանցվում դատական համակարգին այլախոհների հետ կապված գործերում, կոնկրետ Յուրի Խաչատուրի հետ կապված գաղտնալսում ենք հիշում։ Հետո 2010 թվականին մենք հիշում ենք դատարանի շրջապատումը, էլի իրենց համար որոշակի որոշումից հետո որպես կոնկրետ քաղաքական վրեժ, Սանվայական դատարանի կազմի փոփոխությունը, ԲՏԽ կազմի փոփոխությունը, այս ամեն ինչը կոմուլատիվ հավաքվել է նրան, որ հիմա դատական համակարգը, որ խոսում ենք մարդկանց հետ, ասում են, գիտեք, չեն զանգում դատավորների, զանգի գրայք չկա, դատավորը համենը պետք է Facebook-ի հաշիվ ունենա, այդ ժամանակ թարմացնի, տեսնի, թե կոնկրետ մի պրոֆիլում ինչպիսի ձևակերպում կա, ու մենք կտեսնենք, որ դա նույնպես մեխանիզմի մաս է, ու կիրառվել է առնվազն 6 տարի կոնկրետ հետևողականորեն մեծ հաշվով ազդակել, որ ցանկացած այդ իրավիճակում գտնվող պաշտոնյա, կարծում եմ դատավորներ հստակ ստանում էին արդեն ակնկալիքը, ինչ է իրենցից ակնկալում դրա գործով։ Եվ իհարկե այդ ամեն ինչը չէր աշխատի առանց մեխանիզմի մյուս կտորի, այսինքն գործադիրի ենթերի, ովքեր պետք է աշխատացնեն մեխանիզմը, դա իրավապահ մարմիններն են, դա դասկներարի դատախազությունը, քրճական կոմիտե, ինչ-որ իրավունքների կոնտեքստում բնակարան է ոստիկանությունը, շատ արդեն ընդհանուր հարցերով ԱԱՑ-ն, ու երբ որ նայում ենք բնականաբար դա թղթի վրա գրածով նորմալ է, որ մի կուսակցություն է իշխում, ամեն ինչ ընտրում է ինքը, բայց մյուս կողմից հասկանում որ նորմալ չի, որ մի կուսակցություն է իշխում ու բոլոր պաշտոնյաներն ընտրում է ինքը։ Իսկ այդ ինքնավար պաշտոնային հետագայում հեռացվում է մեկ հոգու SMS-ը։ Մենք այս պայմաններում ունենում ենք քաղաքական հետապնդումների հետակառուցվածքի ամբողջականացում։ Հիմա կոնկրետ այս տարվա հիմնական հետապնդումները դրվագներով, երբ որ մենք առանձնացում սկսվեցին հունիսից, դրանց նախապայմանները կարծում ենք սկսեցին կոնկրետ մեկ իրադարձության, որովհետև ամբողջ կարծես թե ծավալվում է առաքելական եկեղեցու դեմ ընթացող արշավի շրջանակներում եւ մայիսի 28-ին թե իշխան իրադարձություններ եղել, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ ունեցել համաժողով, որտեղ բարձրացվել են հարցեր, որ ներմասած իշխանություններն այդքան հաճելի չեն։ Անմիջապես հաջորդ օրը սկսվեց վարչապետի կողմից, ասենք, վեճի սկիզբը, այն արտահայտության սկիզբը, եկեղեցիների խորհրդանոց դարձած լինելու ակնարկը, եւ դա սպիրալային բերեց արդեն փոխադարձ բնական քննադատությունների, բայց փոխադարձ բանաստեղծագետներում է, որովհետեւ պետություն ելնծակներով եւ առանձին մի կազմակերպություն, իրաց միջև մրցակցություն մենք չենք կարող դնել ամեն փոխադարձ։ Իշխանությունը կտեմավերևում հետեւաբար ինչ որի կանոնում, իսկ նույն ծավալով դա արդեն այս ներկայացում է հետապնդում ուրիշ տարբերակ հնարավոր չի։ Եվ սկսենք առաջին դրվագից, ով դարձավ առաջին զորեց արշավի մեջ, փոխանցեմ մեր նարին ու գնանք առաջ։